Երբևէ մտածել եք, թե ինչն է այս հագեցած կարմիր բազուկը դարձնում այդքան առանձնահատուկ։ Մարդկանց մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում դրան, բայց եթե այն վերածեք հյութի, այն դառնում է գունեղ ըմպելիք, որն օժտված է հսկայական օգտակար հատկություններով։ Գիտեիք արդյոք, որ բազուկի հյութը որպես բնական բուժիչ միջոց օգտագործվում է արդեն հարյուրավոր տարիներ։ Այն հարուստ է սննդարար նյութերով, որոնք սնում են օրգանիզմը, հաղորդում են էներգիա և պահպանում առողջությունը։ Բայց ինչ կլինի, եթե այն խմեք ամեն օր։ Ինչպես է բազուկի հյութն ազդում սրտի, ուղեղի և նույնիսկ մաշկի վրա։ Շատերը չեն գիտակցում, որ թույլ են տալիս սխալներ, որոնք սահմանափակում են դրա ուժը։ Այս տեսանյութում մենք կպատմենք բազուկի հյութի 12 զարմանահրաշ օգտակար հատկությունների, այն ճիշտ պատրաստելու եղանակի և կողմնակի ազդեցությունների մասին, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Բազուկի հյութը առաջին հերթին այն օգնում է կարգավորել ճնշումը։ Երբ դուք խմում եք այն, ձեր ճնշումն իջնում է, և գիտական տվյալները, որոնք հաստատում են սա, իսկապես տպավորիչ են։ Բազուկը պարունակում է այսպես կոչված բնական նիտրատներ։ Օրգանիզմը դրանք վերածում է ազոտի օքսիդի, որը ծառայում է որպես սնունդ արյունատար անոթների համար։ Ազոտի օքսիդն օգնում է անոթներին թուլանալ և բացվել։ Սա հեշտացնում է սրտի կողմից արյան մղումը, իջեցնում է ճնշումը զարկերակներում և ավելի շատ թթվածին ու սննդարար նյութեր է մատակարարում ուղեղին, սրտին և մկաններին։ Եվ սա պարզապես տեսություն չէ, այլ գիտականորեն ապացուցված փաստ։ Journal of Hypertension ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական խմել են ընդամենը 1 բաժակ բազուկի հյութ, նկատվել է զարկերակային ճնշման նվազում։ Արդյունքներն ի հայտ են եկել հյութն օգտագործելուց արդեն մի քանի ժամ անց, իսկ նրանց մոտ, ովքեր շարունակել են այն կանոնավոր խմել, նկատվել են էլ ավելի արտահայտված երկարաժամկետ առավելություններ։ Բազուկի հյութը բնական միջոց է բարձր արյան ճնշումը վերահսկելու համար, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են կրճատել դեղորայքի ընդունումը։ Բայց սա դեռ ամենը չէ, այն նաև նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների և ինսուլտի ռիսկը, բարելավելով արյան հոսքը և նվազեցնում սրտի ծանրաբեռնվածությունը։ Քիչ բնական միջոցներ են օժտված սրտի համար նման հզորությամբ։ Նույնիսկ այն փոքր քայլը, ինչպիսին է օրական 1 բաժակ բազուկի հյութ խմելն է, կարող է դառնալ սովորություն, որը կփոխի ձեր կյանքը։ Մշտապես հոգնածություն եք զգում։ Բազուկի հյութը բնական միջոց է ձեր մարտկոցները վերալերացելու և ձեզ լրացուցիչ դիմականություն հաղորդելու համար։ Բազուկի նիտրատները վերածվում են ազոտի օքսիդի, որը թուլացնում է արյունատար անոթները և թույլ է տալիս, որ ավելի շատ թթվածնով հարուստ արյուն հասնի ուղիղ մկաններին։ Երբ մկանները ստանում են ավելի շատ թթվածին, դրանք ավելի լավ են աշխատում և ավելի ուշ են հոգնում։ Ահա թե ինչու են մարզիկներն ու ֆիթնեսի սիրահարները խենթանում բազուկի հյութի համար։ Ապացուցված է, որ մարզումից առաջ այն օգտագործելը բարձրացնում է դիմականությունը և արդյունավետությունը։ Ավելին, Journal of Applied Physiology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարզիկները, ովքեր բազուկի հյութ են խմում, կարող են ավելի երկար մարզվել։ Սա շատ կարևոր է նրանց համար, ովքեր ձգտում են ավելի ինտենսիվ մարզումների կամ մրցումների։ Բայց բազուկի հյութը օգտակար է ոչ միայն մարզիկներին։ Նույնիսկ եթե դուք աշխատում եք, խաղում եք կամ պարզապես վարում եք ակտիվ կենսակերպ, այն կարող է լիցքավորել ձեզ էներգիայով և օգնել հաղթահարել հոգնածությունը։ Այն գործում է որպես բնական նախամարզումային ըմպելիք, բայց առանց կոֆեինի և արհեստական հավելումների։ Բազուկի հյութը կարող է դառնալ գաղտնի զենք հոգնածության դեմ պայքարում և էներգիայի պահպանման գործում։ Ձեր առօրյայում կատարված փոքրիկ փոփոխությունը կարող է բարելավել ձեր տրամադրությունը, մեծացնել ուժն ու արտադրողականությունը։ Երազում եք մաքուր փայլուն մաշկի մասին։ 1 բաժակ բազուկի հյութը կարող է դառնալ ձեր գաղտնիքը։ Բազուկը հարուստ է հզոր սննդարար նյութերով, որոնք թարմացնում են մաշկը ներսից։ Դրա լավագույն հատկություններից մեկը արյան մաքրումն է։ Արյան ավելի լավ շրջանառության շնորհիվ մաշկի բջիջներին ավելի շատ թթվածին և սննդարար նյութեր են հասնում, ինչը նրան հաղորդում է առողջ և փայլուն տեսք։ Բազուկի հյութը նաև հարուստ է վիտամին C-ով, հզոր հակաօքսիդանտով, որը պայքարում է մաշկի վնասվածքների դեմ, վերականգնում է այն, նվազեցնում մուգ բծերը, թերությունները և անհարթեր երանգը։
Վիտամին C-ն նաև օգնում է օրգանիզմին արտադրել կոլագեն, որը մաշկը պահում է հարթ և արաձգան, նվազեցնելով մանր կնճիռները։ Ավելին, բազուկի վառ կարմիր գույնը պայմանավորված է բնական միացություններով, որոնք կոչվում են բետալայիններ։ Դրանք ոչ միայն պայքարում են բորբոքումների դեմ, այլև հանգստացնում են զգայուն կամ այտուցված մաշկը։ Ջրի բարձր պարունակության շնորհիվ բազուկի հյութը պահպանում է մաշկի խոնավությունը և թարմությունը։ Դրա հակաօքսիդանտները նաև պաշտպանում են մաշկը աղտոտվածությունից և ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Dermatological Science ամսագրում հրապարակված հետազոտությունը նույնիսկ ցույց է տվել, որ բազուկի հյութը կարող է լինել բնական և հասանելի այլընտրանք մաշկի խնամքի թանկարժեք միջոցներին և դիմահարդամանքին։ Ամեն մի կումով դուք ձեր մաշկին հնարավորություն եք տալիս փայլել ներսից։ Ձեր սիրտը աշխատում է անդադար, պահպանելով ձեր կյանքը, ուստի այն արժանի է հատուկ հոգատարության։ Հենց այստեղ է օգնության հասնում բազուկի հյութը։ Այս ըմպելիքում պարունակված սննդարար նյութերն ու հատուկ միացությունները պաշտպանում են ձեր սիրտը մի քանի եղանակներով։ Դրա բնական նիտրատները վերածվում են ազոտի օքսիդի, որը օգնում է արյան տարանոթներին թուլանալ և լայնանալ։ Սա հեշտացնում է արյան հոսքը և բարելավում սրտի աշխատանքը։ Սրտի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ բազուկի հյութը կարող է ամրապնդել սրտամկանը։ Journal of Cardiology ամսագրում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ սրտային անբավարարությամբ տառապող պացիենտների մոտ, ովքեր օգտագործել են բազուկի հյութ, նկատվել է մկանային ֆունկցիայի բարելավում, ավելի շատ էներգիա և նվազ հոգնածություն։ Դա նման է սրտին օգնության ձեռք մեկնելուն։ Բազուկի հյութը նաև օգնում է հավասարակշռել խոլեստերինի մակարդակը։ Այն պարունակում է բետալայիններ և ֆլավոնոիդներ, որոնք նվազեցնում են վնասակար խոլեստերինի մակարդակը և բարձրացնում օգտակարինը։ Այս հավասարակշռությունը նվազեցնում է զարկերակներում ճարպերի կուտակման ռիսկը, ինչը կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների և ինսուլտի։ Բացի այդ, բազուկի հյութը հարուստ է կալիումով։ Կալիումը առանցքային հանքանյութ է, որն օգնում է վերահսկել զարկերակային ճնշումը և պահպանել սրտի կանոնավոր ռիթմը։ Այն նաև չեզոքացնում է նատրիումի ավելծուկի վնասակար ազդեցությունը, որը հաճախ բարձրացնում է ճնշումը։ Այսպիսով, պարզապես ամեն օր օգտագործելով բազուկի հյութ, դուք ձեր սրտին տալիս եք բնական, սննդարար նյութերով հարուստ էներգիա։ Սա յուրօրինակ պարզ բանաձև է սրտի առողջության պահպանման, հիվանդությունների ռիսկի նվազեցման և երկար տարիներ ակտիվ մնալու համար։ Մտածեք այն մասին, որ ամեն օր խմեք բազուկի հյութ և ուղեղին տաք բնական էներգիա։ Զարմանալի է հնչում, չէ՞, բայց դա ճիշտ է։ Այս վառ ըմպելիքը սնունդ է ուղեղի համար, այլ ոչ թե պարզապես քաղցրավենիք մարմնի համար։ Գաղտնիքը կրկին թաքնված է նիտրատների մեջ։ Երբ օրգանիզմը դրանք վերածում է ազոտի օքսիդի, դեպի ուղեղ ավելի շատ արյուն է հոսում, և ահա ամենահետաքրքիրը։ Ապացուցված է, որ բազուկի հյութը մեծացնում է արյան հոսքը դեպի ուղեղի ճակատային բլիթ։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև ուղեղի այս հատվածը պատասխանատու է հիշողության, ուշադրության կենտրոնացման, որոշումների կայացման և ստեղծագործականության համար։ Արյան ուժեղացված հոսքը դեպի ուղեղի այս հատված նպաստում է մտքի սրության և զգոնության պահպանմանը։ Տարիքի հետ արյան հոսքը դեպի ուղեղ բնականաբար դանդաղում է։ Սա հիշողության կորստի և մտածողության հետ կապված խնդիրներից պատճառներից է, որոնք ի հայտ են եկել տարիքի հետ։ Սակայն բազուկի հյութը կարող է օգնել պայքարել այդ գործընթացի դեմ։ Journal of Gerontology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ տարեց մարդիկ, ովքեր մարզման առաջ խմել են բազուկի հյութ, ունեցել են ուղեղի ավելի ամուր նեյրոնային կապեր և ավելի զարգացած մտածողության ունակություններ։ Սա նման է մարմնի և մտքի միաժամանակ մարզմանը։ Բազուկի հյութի օգտագործումը պարզ և բնական միջոց է ձեր ուղեղը պաշտպանելու համար։ Սովորում եք, աշխատում եք, թե պարզապես փորձում եք պահպանել հիշողության սրությունը տարեցհասակում, այս ամենօրյա սովորությունը նպաստում է մտքի պայծառության և ուղեղի երկարաժամկետ առողջությանը։ Սա պարզապես ըմպելիք չէ, այլ ամեն օր մատուցվող փոքրիկ նվեր ձեր մտքին։ Ձեր լյարդը օրգանիզմի ամենածանրաբեռնված աշխատողն է։ Այն զտում է տոքսինները, վերամշակում սննդարար նյութերը և ապահովում ամբողջ օրգանիզմի անխափան աշխատանքը։ Բայց ժամանակակից արագ սնունդը, ստրեսը և վնասակար սովորությունները կարող են հանգեցնել լյարդի գերծանրաբեռնվածության։ Բազուկի հյութը կդառնա ձեր բնական օգնածը և կօգնի ձեր լյարդին փոքր-ինչ հանգստանալ։ Կախտարտկան կայանում է բազուկի մեջ պարունակվող հզոր հանկաօքսիդանտի բետայինի մեջ։
Բետայինը օգնում է լյարդին ավելի արդյունավետ քայքայել եւ դուրս բերել տոքսինները, ինչը նվազեցնում է դրա վնասումը։ Այն նաև նվազեցնում է ճարպի կուտակման լյարդում, ինչը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների, եթե չբուժվի։ Բարելավվելով ճարպի մեթաբոլիզմը, բազուկի հյութը հոգնում է լյարդին մնալ առողջ եւ ուժեղ, բայց առավելությունները սրանով չեն ավարտվում։ Առողջ լյարդը բարելավում է մարսողությունը, էներգիա է տալիս եւ անգամ լավացնում է մաշկի արտաքին տեսքը։ Բազուկին վառ կարմիր գույն են հաղորդում բետալայինները, որոնք նույնպես պաշտպանում են լյարդը, շնորհիվ իրենց հակաբորբոքային եւ հակաօքսիդանտ հատկությունների։ Նրանք ապահովում են լյարդի բջիջների անվտանգությունն ու բնականոն աշխատանքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազուկի հյութը ոչ միայն դուրս է բերում տոքսինները, այլև պաշտպանում է այդ կարևոր օրգանը։ Ուստի, եթե զգում եք հոգնածություն, ծանրություն կամ թուլություն, մեկ բաժակ բազուկի հյութը կարող է ասես սեղմել օրգանիզմի վերագործարկման կոճակը։ Սա պարզ եւ բնական միջոց է ամեն օր ձեզ ավելի թեթև, առողջ եւ առույգ զգալու համար։ Բորբոքումը օրգանիզմի հիվանդության դեմ պայքարելու միջոցն է, բայց եթե այն ձգձգվում է, կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։ Շատ տարածված խնդիրներ, հոթացավերից մինչև քրոնիկ հիվանդություններ, կապված են մշտական բորբոքման հետ։ Հենց այստեղ է օգնության հասնում բազուկի հյութը։ Այս վառ կարմիր ըմպելիքը գործում է որպես բնական վահան, հանգստացնելով օրգանիզմը։ Բազուկին հագեցած գույն են տալիս բետալայիններ կոչվող միացությունները։ Սրանք հզոր հակաօքսիդանտներ են, ուժեղ հակաբորբոքային ազդեցությամբ։ Նրանք օգնում են նվազեցնել այտուցները, կարկամացությունը եւ ցավը, լինի դա արթրիտ, մկանային ցավեր, թե թաքնված բորբոքում, որը կապված է սրտի հիվանդությունների եւ դիաբետի հետ։ Բազուկի հյութը նաև պայքարում է օքսիդատիվ սթրեսի դեմ, մի գործընթաց, որի ժամանակ վնասակար ազատ ռադիկալները վնասում են հյուսվածքներն ու օրգանները։ Չեզոքացնելով այդ ազատ ռադիկալները, բազուկի հյութը նվազեցնում է օրգանիզմի ներքին վնասվածքները եւ արագացնում ապաքինումը։ Այն կարծես ուժեղացնում է օրգանիզմի բնական պաշտպանիչ ուժերը ներսից։ Ամենահաճելին այն է, որ պետք չէ ամիսներով սպասել արդյունքը զգալու համար։ Շատերը նկատում են հոթացավերի նվազում եւ շարժունակության բարելավում բազուկի հյութի կանոնավոր օգտագործումից արդեն մի քանի օր անց։ Այնպես որ եթե հոգնել եք բորբոքումների պատճառով առաջացած ծանրության զգացողությունից, այս պարզ ամենօրյա ըմպելիքը կօգնի ձեզ զգալ ավելի թեթև, ուժեղ եւ հանգիստ, մեկ բաժակ ամեն անգամ։ Բազուկի հյութը նաև կարող է դառնալ ձեր լավագույն ընկերը, եթե ցանկանում եք նահայրել։ Այս վառ ըմպելիքը ծածր կալորիական է, բայց հարուստ է սննդարար նյութերով, որոնք կօգնեն ձեզ նիհայրել առանց առողջությանը վնաս հասցնելու։ Դրա գլխավոր առավելություններից մեկը բջջանյութն է։ Բջջանյութը ավելի երկար է պահպանում հագեցածության զգացողությունը, ուստի դուք ստիպված չեք լինի անընդհատ քաղց զգալ եւ ձգտել միջուտեստների։ Վերահսկելով ախորժեկը, բազուկի հյութը օգնում է պահպանել կալորիաների ամենօրյա նորման։ Այն նաև նպաստում է մարսողությանը։ Բազուկի մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է աղիների կանոնավոր գալարակցկմանը եւ սնում է այդտեղ եղած օգտակար բակտերիաները։ Երբ մարսողական համակարգը առողջ է, օրգանիզմը ավելի լավ է յուրացնում սննդարար նյութերը եւ ավելի արագ է դուրս բերում խարամներն ու տոքսինները, ինչը նպաստում է քաշի նվազեցմանը։ Բայց կա եւս մեկ թաքնված բոնուս։ Բազուկի հյութը լիցքավորում է էներգիայով։ Շնորհիվ բնական նիտրատների, այն բարելավում է արյան շրջանառությունը եւ թթվածնի մատակարարումը մկարներին։ Սա օգնում է պահպանել ակտիվությունը եւ հաջողությամբ տանել մարզումները։ Անկախ նրանից դուք զբաղվում եք սպորտով, թե պարզապես օրվա ընթացքում ավելի շատ եք շարժվում, այդ լրացուցիչ էներգիան օգնում է այրել ավելի շատ կալորիաներ։ Բացի այդ, բազուկի հյութը ունի ցածր գլիկեմիկ ինդեքս։ Սա նշանակում է, որ այն չի առաջացնի արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ տատանումներ։ Փոխարենը, այն տալիս է կայուն էներգիա եւ օգնում է նվազեցնել քաղցրի հանդեպ հակումը, որը հաճախ նիհարելու գործընթացի ամենաբարդ մասն է։ Ուստի, պարզապես ավելացնելով բազուկի հյութը ձեր ամենօրյա սննդակարգին, դուք կստանաք պարզ եւ արդյունավետ գործիք, որը կօգնի ձեզ մնալ կուշտ, եռանդուն եւ պատրաստ հասնելու առողջության ոլորտում ձեր նպատակներին։ Ուժեղ իմունիտետը օրգանիզմի գլխավոր պաշտպանությունն է հիվանդություններից, եւ բազուկի հյութը կօգնի այն պահել գերազանց վիճակում։
Այս ըմպելիքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով, որոնք ամրապնդում են օրգանիզմի բնական պաշտպանիչ ուժերը։ Նրանում դուք կգտնեք վիտամին C, երկաթ, մագնեզիում և այլ նյութեր, որոնք միասին օգնում են պայքարել ինֆեկցիաների դեմ։ Վիտամին C-ն հատկապես օգտակար է։ Այն օգնում է օրգանիզմին արտադրել ավելի շատ լեյկոցիտներ, փոքրիկ զինվորներ, որոնք գրոհում են բակտերիաների և վիրուսների վրա։ Այն նաև պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների պատճառած վնասվածքներից, պահելով իմունային համակարգը ուժեղ և մարտունակ։ Բազուկի հյութը նաև երկաթի հիանալի աղբյուր է։ Երկաթն անհրաժեշտ է օրգանիզմին հեմոգլոբինի, էրիթրոցիտներում գտնվող սպիտակուցի արտադրության համար, որը թթվածին է տեղափոխում ամբողջ մարմնով։ Առանց բավարար քանակությամբ թթվածնի, իմունային բջիջները չեն ունենա բավականաչափ էներգիա օտարների դեմ պայքարելու համար։ Մագնեզիումը ապահովում է պաշտպանության լրացուցիչ մակարդակ։ Այն օգնում է կարգավորել իմունային համակարգի աշխատանքը և նվազեցնում է բորբոքումը, որը կարող է թուլացնել այն։ Բացի այդ, բազուկի հյութը բնական ճանապարհով դուրս է բերում տոքսինները, ցուցաբերելով իմունային համակարգին ել ավելի մեծ աջակցություն։ Այսպիսով, բազուկի հյութի յուրաքանչյուր բաժակ ոչ միայն թարմացնում է ձեզ, այլև տալիս է ձեր օրգանիզմին անհրաժեշտ գործիքներ ուժեղ մնալու, ինֆեկցիաների դեմ պայքարելու և ամեն օր պաշտպանելու ձեր առողջությունը։ Ստամոքսի մասին հոգ տանելը լավ առողջության կարևորագույն քայլերից է, և բազուկի հյութը հեշտացնում է այդ գործընթացը։ Բջջանյութի և վիտամինների բարձր պարունակության շնորհիվ այն բնական ճանապարհով աջակցում է մարսողական համակարգին։ Բջջանյութը իսկական հերոս է, այն նպաստում է աղիների անխափան աշխատանքին և կանխում է փորկապությունը, ինչի շնորհիվ ձեր ստամոքսը զգում է թեթևություն և հարմարավետություն։ Բայց բազուկի հյութը անում է ավելին։ Այն օգնում է մաքրել աղիները, լվանալով տոքսիններն ու խարամները։ Երբ ձեր մարսողական համակարգը մաքուր է, այնտեղ եղած օգտակար բակտերիաները ծաղկում ապրում են։ Այս բակտերիաները քայքայում են սնունդը, օգնում են օրգանիզմին յուրացնել սննդարար նյութերը և անգամ աջակցում են իմունային համակարգին։ Բազուկի հյութը նաև պարունակում է բետային, որը աջակցում է լյարդի աշխատանքին։ Քանի որ լյարդը արտադրում է լեղի ճարպերը քայքայելու համար, առողջ լյարդը նույնպես բարելավում է մարսողությունը։ Բացի այդ, բազուկի հյութի մեջ եղած բնական նիտրատները խթանում են արյան հոսքը դեպի մարսողական օրգաններ, ապահովելով դրանք մեծ քանակությամբ թթվածնով և սննդարար նյութերով, ավելի արդյունավետ աշխատանքի համար։ Այսպիսով, անկախ նրանից ձեզ անհանգստացնում է փորի փքվածությունը, մարսողության հետ կապված խնդիրները, թե պարզապես ծանրության զգացումը, բազուկի հյութը բնական օգնական է ձեր ստամոքսի համար։ Այն նպաստում է հարթ և կայուն մարսողությանը, պարգևելով ձեզ թեթևության, առողջության և էներգիայի զգացում ամեն օր։ Բազուկի հագեցած կարմիր գույնը պարզապես գեղեցիկ չէ, այն նաև վկայում է դրա հակաքաղցկեղային հատկությունների մասին։ Այդ գույնը պայմանավորված է բետալայիններ կոչվող միացություններով, հզոր հակաօքսիդանտներով։ Դրանք պաշտպանում են օրգանիզմը ազատ ռադիկալներից, վնասակար մոլեկուլներից, որոնք կարող են վնասել բջիջները և բարձրացնել այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին քաղցկեղն է։ Բետալայինները ոչ միայն արգելափակում են ազատ ռադիկալները, այլև նվազեցնում են օքսիդատիվ սթրեսը, այսինքն պաշտպանում են DNT-ն վնասվածքներից, քաղցկեղի զարգացման գլխավոր ռիսկի գործոններից մեկից։ Բացի այդ, բետալայինները օժտված են հզոր հակաբորբոքային և հակաուռուցքային ազդեցությամբ, ինչը նրանց դարձնում է ել ավելի արդյունավետ պաշտպաններ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ բազուկի հյութը կարող է օգնել նվազեցնել կրծքագեղձի, հաստատ աղիքի և թոքերի քաղցկեղի ռիսկը։ Journal of Cancer Prevention ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ բազուկի հակաօքսիդանտները կարող են փաստացի կանգնեցնել քաղցկեղային բջիջների աճը և նույնիսկ հանգեցնել դրանց մահվան։ Բազուկի հյութը նաև աջակցում է օրգանիզմին քաղցկեղի կանխարգելման հարցում։ Նրանում պարունակվող բջջանյութը նպաստում է կանոնավոր արտաթորմանը, ինչը նվազեցնում է վնասակար տոքսինների մակարդակը մարսողական համակարգում։ Իսկ վիտամին C-ի և մանգանի շնորհիվ ամրապնդվում է իմունային համակարգը, ապահովելով լրացուցիչ պաշտպանության մակարդակ։
Ուստի երբ դուք խմում եք բազուկի հյութ, դուք ոչ միայն վայելում եք համեղ թարմցրացող ըմպելիք, այլև տալիս եք ձեր օրգանիզմին բնական միջոց պայքարելու ամենալուրջագույն հիվանդություններից մեկի դեմ։ Բազուկի հյութը կարող է դառնալ հրաշալի հավելում առողջ սննդակարգին հղիության ընթացքում։ Այն հատկապես հարուստ է ֆոլաթթվով, B խմբի վիտամինով, որը շատ կարևոր է երեխայի զարգացման համար։ Ֆոլաթթուն նպաստում է նյարդային խողակի ձևավորմանը, որը հետագայում դառնալու է երեխայի գլուխուղեղը և ողնուղեղը։ Բավարար քանակությամբ ֆոլաթթուն կարող է կանխել այնպիսի խնդիրներ, ինչպիսին ողնաշարի ճեղքվածքն է և նպաստել ճիշտ զարգացմանը։ Բայց ֆոլաթթուն հղիության ընթացքում բազուկի հյութի միակ պարգևը չէ։ Այն նաև հարուստ է երկաթով, որը անհրաժեշտ է օրգանիզմին ավելի մեծ քանակությամբ էրիթրոցիտներ արտադրելու համար։ Սա օգնում է կանխել սակավարյանը, անեմիան, որը տարածված հիվանդություն է հղի կանանց մոտ։ Շնորհիվ թթվածնի ավելի լավ փոխադրմանը և մայրը և երեխան ստանում են անհրաժեշտ սննդարար նյութերը։ Բազուկի հյութի մեջ պարունակվող բնական նիտրատները բարելավում են արյան շրջանառությունը, նվազեցնում այտուշները և օգնում պահպանել կայուն զարկերական ճնշումը։ Այս ամենը նվազեցնում է այնպիսի բարդությունների ռիսկը, ինչպիսին պրեէկլամպսիան է։ Այն նաև պարունակում է վիտամին C իմունային համակարգին աջակցելու համար, կալիում էլեկտրոլիտների հավասարակշռության համար և թեթևացնում է մկանային ջղաձգումները, որոնք հաճախ առաջանում են հղիության ընթացքում։ Բազուկի հյութը նաև բարելավում է լյարդի աշխատանքը, ինչն օգնում է օրգանիզմին ավելի հեշտ տանել հղիության հետ կապված լրացուցիչ ծանրաբեռնվածությունը։ Շնորհիվ այս բոլոր սննդարար նյութերի, բազուկի հյութը մեղմորեն և բնական ճանապարհով աջակցում է ինչպես մոր, այնպես էլ երեխայի առողջությանը։ Այնուամենայնիվ, հղի կանանց համար միշտ կարևոր է խորհրդակցել բժշկի հետ, նախքան իրենց սննդակարգում որևէ նոր բան ավելացնելը։ Այժմ, երբ դուք գիտեք դրա բոլոր զարմանահրաշ առավելությունների մասին, եկեք խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ պատրաստել բազուկի հյութը, դրանից առավելագույն օգուտ ստանալու համար։ Գործընթացը պարզ է, բայց մի քանի փոքր քայլեր կարող են մեծ նշանակություն ունենալ։ Հնարավորության դեպքում սկսեք թարմ օրգանական բազուկից, այդպիսով դուք կխուսափեք վնասակար պեստիցիդներից և կպահպանեք սննդարար նյութերը մաքուր վիճակում։ Մանրակրկիտ լվացեք բազուկը, և եթե կեղևը շատ կոշտ է կամ հողոտ, մաքրեք այն։ Այնուհետև կտրատեք բազուկը փոքր կտորներով, որպեսզի ավելի հեշտ լինի այն մանրացնել։ Երբ դրանք լցնեք բլենդերի մեջ, ավելացրեք մի փոքր ջուր, որպեսզի հյութը ստացվի ավելի միասեռ։ Դուք նաև կարող եք ավելացնել այլ մրգեր և բանջարեղեն, համը բարելավելու և առողջության համար լրացուցիչ օգուտ ստանալու նպատակով։ Գազարը, խնձորը, կոճապղպեղը, իմբիր և լիմոնը հիանալի համադրվում են բազուկի հետ։ Դրանք հյութը դարձնում են ավելի քաղցր, թարմ և սննդարար։ Խառնելուց հետո դուք կարող եք քամել հյութը ավելի միասեռ ըմպելիք ստանալու համար, կամ թողնել այն ինչպես կա, որպեսզի պահպանեք ամբողջ բջջանյութը։ Երկու տարբերակն էլ օգտակար են առողջության համար, ամեն ինչ կախված է ձեր նախասիրություններից։ Բազուկի հյութի օգտագործման ժամանակը նույնպես նշանակություն ունի։ Լավագույնն այն խմելն է առավոտյան քաղցած վիճակում, այդպես օրգանիզմը ավելի լավ է յուրացնում սննդարար նյութերը, և դուք օրը սկսում եք բնական էներգիայով։ Եթե ցանկանում եք օգտագործել բազուկի հյութը որպես նախամարզման ըմպելիք, փորձեք խմել այն մարզմանից 2-3 ժամ առաջ դիմացություն բարձրացնելու համար։ Վերջին խորհուրդը. բազուկի հյութը շատ օգտակար է, ուստի մի սկսեք միանգամից մեծ բաժակից, սկսեք կես բաժակից, որպեսզի օրգանիզմին հնարավորություն տաք սովորել և հետո աստիճանաբար ավելացրեք քանակը։ Թարմ քամված բազուկի հյութը միշտ լավագույն ընտրությունն է։ Այն տալիս է ձեզ սննդարար նյութերի ամբողջական փաթեթ առողջություն պահպանելու համար։ Չնայած այն հանգամանքին, որ բազուկի հյութը օժտված է առողջության համար բազմաթիվ զարմանալի օգտակար հատկություններով, կարևոր է նաև իմանալ հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին, նախքան այն ամեն օր օգտագործելը։ Առաջին հերթին, մի վախեցեք, եթե բազուկի հյութ խմելուց հետո ձեր մեծը կամ կախանքը կարմիր կամ վարդագույն կլինեն։ Դա անվնաս է և առաջանում է բազուկի բնական գունանյութից, բայց կարող է անակնկալ լինել, եթե դուք դրան չեք սպասում։ Եթե դուք ունեք երիկանքների հետ կապված խնդիրներ կամ հակված եք երիկանքներում քարերի գոյացմանը, զգույշ եղեք։
Բազուկը պարունակում է օքսալատներ, որոնք կարող են մեծացնել քարերի գոյացման ռիսկը բարձր զգացում ունակ մարդկանց մոտ։ Ուստի, եթե դուք արդեն իսկ ունեք երիկամների հետ կապված խնդիրներ, բազուկի հյութի կանոնավոր օգտագործումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։ Բազուկի հյութը նաև իջեցնում է զարկերակային ճնշումը։ Թեև այն օգտակար է բարձր ճնշում ունեցող մարդկանց համար, այն կարող է վտանգավոր լինել նրանց համար, ում ճնշումն արդեն իսկ ցածր է, քանի որ կարող է հանգեցնել դրա չափազանց ուժեղ անկման։ Եթե դուք ամեն օր խմում եք բազուկի հյութ, խելամիտ կլինի հետևել ձեր ճնշմանը։ Քանի որ բազուկի հյութը հարուստ է բջջանյութով, կարճ ժամանակահատվածում դրա չափից ավելի օգտագործումը կարող է առաջացնել փորի փքվածություն, գազեր և նույնիսկ դիառեա, փորլուծություն։ Ուստի լավագույն տարբերակը փոքր չափաբաժիններով սկսելն է և օրգանիզմին հարմարվելու հնարավորություն տալը։ Հազվադեպ դեպքերում որոշ մարդկանց մոտ կարող են առաջանալ նաև ալերգիկ ռեակցիաներ, ցանի կամ քորի տեսքով։ Գլխավորը չափավորությունն է։ Սովորաբար օրական 1 բաժակ բազուկի հյութը բավարար է առողջության համար ամբողջ օգուտը ստանալու և ռիսկերից խուսափելու համար։ Լսեք ձեր օրգանիզմին, և դուք կկարողանաք վայելել այս օգտակար ըմպելիքը անվտանգ կերպով։